1988 թվականին համաժողովրդական շարժման սկզբում բանակի, սեփական ազգային բանակի անհրաժեշտության մասին դեռ չէր խոսվում։ Ոչ ոք պայծառատես չէր, ոչ էլ Խորհրդային Միության փլուզումն էր նշմարվում։ Երբևէ պետականություն ունեցած կամ կազմակերպվածության որոշակի աստիճանի հասած ցանկացած ժողովրդի ինքնապահպանման բնազդը կայուն իրավիճակում կարող է չդրսևորվել, սակայն վտանգների դեպքում արթնացնում է ինքնապաշտպանության մեխանիզմը։ Թերևս հենց ինքնապահպանման բնազդի թելադրանքով մեր անկախ շրջանի առաջին իշխանությունը, իդեմս Գերագույն խորհրդի, իր առաջին հիմնարար փաստաթղթում անկախության հռչակագրում դրեց ազգային բանակի գաղափարը։ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ։ Հիշենք, դա 1990 թվականին էր, երբ Խորհրդային Միությունը դեռ շատ ամուր էր։ Իսկ Լեռնային Արցախում ինքնապաշտպանության հրամայականը հասունացած էր արդեն մի քանի տասնամյակ։ Արդեն 88 թվականի պես մարտ-ապրիլ ամիսներին տատս, որ իր հոր հետ մասնակցել էր Զանգեզուրի ինքնապաշտպանության մարտերին 18-20 թվականներին, շատ պարզ պատճառով, որ տեղ գյուղը Զանգեզուրի այսպես սահմանամերձ գյուղերից էր եւ մարտերը տեղի ունենում գյուղի մոտ, որ մոտնում էր, ինձ հարցրեց, ասեց, տղա ջան, զենք ունեք, ասեց, չէ, դա զենք ինչ ենք ան, ասեց, բալա ջան, խելք չունեք, որտեղ այսպիսի հարցեր առանց զենքի չի կարող լուծվել։ Մինչև բանակի ստեղծման առաջին իրավական քայլը անցավ մոտ 1.5 տարի անկախության հռչակագրի ընդունումից եւ 1.5 ամիս այն օրվանից, երբ Հայաստանն իր ստորագրությամբ միացավ անկախ պետությունների համագործակցությանը։ Բանակի երկունքը դա երեխայի ծննդի պես բաներ, իմիջիալոց այս շենքում, երևի թե այս կաբինետում առաջի անգամ ուղիղ իմաստով նախագահի համագարից հետո հավաքը եղել, այստեղ մի վառարան էր դրված եւ 4 մարդով նստած էինք վառարանի շուրջ։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի կեսն արդեն ավերված էր։ Հայաստանից բազմաթիվ կամավորական ջոկատներ կանգնած էին Արցախի ժողովրդի կողքին։ Իրավունքի ուժը, որին ժողովուրդն ապավինում էր ազգային շարժման սկզբում, ինքը ստիպված էր ապավինել ուժի իրավունքին։ Մեր առաջին հաղթանակները մի փոքր մեղմացրին Ստեփանակերտի շրջափակման օղակը։ 92-ի հունվարից մինչև մայիս Արցախի ինքնապաշտպանության ուժերի հաջող օպերացիաների արդյունքում վերացվեցին թշնամու հրետակետերը Կրկժանում, Մալիբեյլիում, Խոջալույում։ Մայիսի 9-ին փառավոր հաղթանակով պսակվեց պատերազմների պատմության մեջ նախադեպը չունեցող Շուշիի հանդուգն գրոհը։ Ցավոք, հենց այդ առաջին հաղթանակները նաև, ինչպես ասում են, չար խաղ խաղացին մեր գլխին։ Շուշիի օպերացիայից հետո ազատամարտիկների մի մասին թվաց, թե պատերազմը ավարտված է։ Որոշ ջոկատներ վերադարձան տուն։ Ու ընդհանրապես հայությունը մի տեսակ ընկղմվեց հաղթական թմբիրի մեջ։ Շուշիից ընդամենը 1 ամիս անց թշնամին մեզ վերադարձրեց իրականություն։ Հունիսի 12-ին սկսվեց ադրբեջանցիների մեծ հարձակումը։ Հաշված շաբաթների ընթացքում մենք կորցրեցինք Շահումյանի շրջանը, Մարտակերտի մեծ մասը։ Փախստականների հոծ խմբերը կրկին բռնեցին Գաղթի ճամփան։ Իսկ Հայաստանի տնտեսական ու հանրային կյանքում ճախրանքն էր շարունակում վայրի ազատականությունը։ Երևի դեռ բավարար չափով չէր հասունացել ըմբռնումը, որ հաղթողի անհոգությամբ շուտով թշնամուն կհանձնենք ոչ միայն Արցախը, այլև մայր Հայաստանը։ Ինչ էր անում այդ ընթացքում մամուլը եւ հրեստատեսությունը։ Ավելի ամբարտավան, ավելի դավաճանական մամուլ Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում։
Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ։ Պատերազմող երկրում վերածել դեմոկրատիան ամենաթողության, վերածել նրան, որ ռազմական օպերացիաների գծագրվեն թերթերում, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Եվ երբ Գերագույն խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, հաջորդ նստաշրջանի ժամանակ Պաշտպանության նախարարությունը հարց բարձրացրեց մամուլում գոնե ռազմական թեմաների նկատմամբ գրաչ քննություն մտցնելու մասին, այդ հարցը դարձյալ չքննարկվեց եւ դարձյալ որոշում չստացավ։ Փառք Աստծո, որ շարժման ու պատերազմի ամբողջ ընթացքում հայազգը ուներ նվիրյալներ, որոնց միտքը գործ էր ու խոսքը պատգամ։ Կեցե ազատ եւ անկախ Հայաստանը։ Կեցե այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Չի կարելի հանձնել ոչ մի կտորով, իրոք որ սա Հայաստան է, ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է և վերջ։ Պատերազմը նոր-նոր էր ծավալում իր մահաբեր շունչը, նրան պետք էր դիմավորել իր օրենքներով, սակայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմում օրենքներ չկային։ Ֆիդայական պատերազմից մենք անցում էինք կատարում դեպի պատերազմ, որը պետք է կառավարվի պետականորեն եւ բոլոր լծակները պետք է գիտեք օգտագործվի հաղթանակի համար։ Այո, շատ կոշտ քայլեր ձեռնարկում էինք այն ժամանակ։ Ընդհանուր մոբիլիզացիա, պարտադիր ծառայություն, շատ խիստ պատժամիջոցներ խուսափողների համար, ընդհուպ սեփականությունից զրկել եւ այլ եւ այլ։ Եթե քայլեր առաջ չնեինք, մենք Ղարաբաղը կորցրած կլինեինք։ Մեծ ու փոքր տեղային բախումների եւ խոշոր ճակատամարտերի ընթացքն է ձևավորում պատերազմի պատկերը։ Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից 1 տարի անց արդեն մեր ժողովրդի ինքնակազմակերպման ուժը վերաճել էր բանակով պատերազմելու կարողության։ 92 թվականի վերջերին հաջողվեց կասեցնել ոգևորված թշնամու առաջխաղացումը, իսկ 93-ը բեկումնային դարձավ Արցախի գոյության ու պաշտպանության համար մղվող պատերազմում։ Ոչ զգացմունքային, տրամաբանական եւ ոչ մի հաշվարկ մեր օգտին չէր։ Արցախի սրտում ու Հայաստանի սահմանի երկայնքով գործում էր մի թշնամի, որն ուներ թիկունքային ու հոգեբանական առավելություն։ Ադրբեջանը ոչ մի ակնթարթ չկտրվեց հաղորդակցության ուղիներից։ Նրա զինվորի ընտանիքը չտեսավ մութ ու ցուրտ տարիներ։ Նրանց յուրաքանչյուր պաշտպանության նախարար կամ նախագահ պաշտոնը զբաղեցնելով խոստանում էր շատ արագ թեյ խմել Ստեփանակերտում կամ ոտքերը լվանալ Սևանում։ Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանան, որ պատերազմի մեջ ենք, լուրջ է բաց պատերազմը, մեր բոլոր ուժը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որովհետեւ շուտ վերջացնենք։ Ինչքան գամած աշխատենք, այնքան երկար բիլա, այնքան դժվար բիլա, այնքան զոհեր բիլանք, պետք է հիմա մեր ամբողջ ուժը տնենք աս կորձի մեջ, հաղթենք ու վերջ։ Ինչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակ, լավ հասկացանք դժվարությունները եւ այլ, բայց պատերազմն այդպես է։ Պատերազմը միայն դժվարություն է, պատերազմը հաճելի բան չէ։ Եթե մարդիկ կմտածեն, որ իրենց բարձ կյանքը կգնան շարունակել եւ նույն adեն պատերազմը տան, բերի հասկանան, որ բերի զոհվենք, բերի լավ չուտենք, բերի լավ չի հագնենք, բերի դբրոց չերտանք, բերի այս ամեն բաները չմոռանանք, մեր ամբողջ ուժը տնենք ռազմական կորձի մեջ, հաղթենք ու հետո բոլորիս համար ավելի լավ գլա, բոլորիս համար։ Չի կարելի պնդել, թե բոլորը կարելին արեցին հաղթանակի համար։ Մենք ունեցել ենք եւ հոռետեսներ, եւ հուսահատվածներ։ Սակայն ի տարբերություն թշնամու, հայությունը հարյուրամյակներ անց այս անգամ չհոգնեց պատերազմի կեսին, տվեց այն մինչև վերջ։ 94-ի գարնանը Ադրբեջանը հրադադար էր աղերսում Ռուսաստանի միջոցով։ Մայիսի 12-ին հրանոթները լռեցին։ Արդեն 18 տարի պահպանվում է հարաբերական խաղաղությունը Ադրբեջանի չհայտարարած պատերազմում։ Ճիշտ կլինի ասել ոչ այնքան պահպանվում, որքան պարտադրվում է բնակչությամբ ավելի քան կրկնակի խոշոր երկրին, եւ այս խաղաղության հեղինակը գերազանցապես հայկական բանակն է։
Իհարկե կա հրադադարի համաձայնագիր։ Մերթընդմերթ հնչում են միջազգային հանրությունից եկող ազդակներ, բայց աշխարհում դրանք չեն խաղաղություն հաստատում, ոչ էլ լուծում կոնկրետ ժողովրդի անկախ գոյության հարցը։ Համաշխարհային անվտանգության ճարտարապետներն այսօրվա համակարգը ստեղծել են դեռ 1975-ին, սակայն 90-ականներին Ադրբեջանին ոչ ոք չէր սաստում խաղաղ հայ բնակչությանը ոչնչացնելու համար։ Միջազգային փաստաթղթերը հարգել անշուշտ պետք է, բայց ոչ երբեք գերագնահատել։ Խաղաղությունը գալիս է ստորագրված թղթերով, իսկ պահպանվում զենքի ու ոգու ուժով։ Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ։ Մենք այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը։ Հիմա էլ մենք երբեք նախահարցակ չենք լինելու։ Բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հավատը պետք է լինի կործանարար եւ վերջինը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ընկերներին, ձեզ դաստիարակողներին, ձեզ այստեղ ուղարկողներին եւ փառք բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ։ Ինչպես գրեթե բոլոր հաղթած պետություններում, Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն աճել է պատերազմ անցած հրամանատարների սերնդից։ Անժխտելի է, որ տարբեր օղակների հրամանատարներից ոչ բոլորը դիմացան հաղթանակի փորձությանը, սակայն հայրենիքին փառք բերած մարդիկ մինչև օրս հոգով մնացել են զինվոր։ Գեներալ չէ այն գեներալը, որ դադարում է ոգով զինվոր լինելուց։ Փառք Աստծո, մեր հայկական բանակը այդ սկզբունքը պահպանում է, եթե չպահպաներ, եթե գեներալները իրենց մշտական, թեկուզ գեներալ մայորի, լեյտենանտի, գեներալ գնդապետի կոչումը, բայց միշտ հոգով եղել են զինվոր, միշտ եղել են զինվորի կողքին։ Դա ոչ այնքան պետք է հրամանատարներին, որքան պետք է զինվորներին, որ նրանք հավատան իրենց հրամանատարությանը եւ նրանց հետևից համարձակ քայլեն։ Խոշոր հաշվով բանակը անջատիչ այն շերտն է, որով անցնում է խաղաղությունը պատերազմից անջատող գիծը։ 18 տարի այդ գիծը երկու ուղղությամբ պարբերաբար հատում են փամփուշտներ, ավելի մեծ դրամաչափի զինամթերք, որոնք խլում են երիտասարդ կյանքեր, բազմակի ավելի ադրբեջանցիների։ Ամբողջ այս ընթացքում չի եղել գոնե մեկ տարի, երբ թշնամին սպառնացած չլինի նոր պատերազմով։ Անհավատալի է, թե Ադրբեջանին զսպողը հրադադարի համաձայնագիրն է, կամ էլ միջազգային հանրությունը։ Իր խաղաղ առօրյայով հայությունը պարտական է միմիայն իր բանակին, որի զինվածությունն այսօր թույլ է տալիս դեռ հակառակորդի տարածքի խորքում միաժամանակ խոցել հարյուրավոր օդային թիրախներ, եթե այդպիսիք մեզ սպառնան։ Սարսափելի ավերածություն սփռել մի քանի տասնյակ կիլոմետրի վրա։ Ու ընդհանրապես նրա տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը պահել ճշգրիտ նշանառության տակ։ Այսպես է ապահովվում հայ ժողովրդի անվտանգությունը։ Զինված ուժերի մակարդակի գնահատման միջազգային մեթոդաբանությունն է պատկերավոր ներկայացնում Հայաստանի պաշտպանության երկրորդ նախարարը։ Բանակի մարտունակությունը երկու փակագծերի արտադրյալն է, որտեղ առաջինում տեխնիկական հագեցածությունն է, իսկ երկրորդում մարդկային գործոնը, տվյալ երկրի ժողովրդի ոգին։ Հակամարտությունների մեջ դու ոչ միայն իդեալների մասին պիտի խոսաս, թե դու ինչ ուժեղ պիտի ունենաս, դու հակառակորդից պետք է ուժեղ լինես։ Ես կարծում եմ, որ նույնիսկ այս վիճակում մեր երկրորդ փակագիծը Ադրբեջանի երկրորդ փակագծից դեռ բարձր է։ Արդար չէ ասել, թե մեր հաղթանակներից վերջինը արդեն 18-ամյա վաղեմության հուշ է։ Անարդար է մեր օրերի հերոսների նկատմամբ, որոնք 2008-ի մարտի 4-ին Ղարաբաղի Լեոնարդ գյուղի մոտ կասեցրին Հայաստանի խառնակ վիճակից օգտվել ցանկացող թշնամու հարձակումը։ Կամ ասենք 2010-ի սեպտեմբերի 4-ին Մարտակերտից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա Ջրաբերդ գյուղի դիրքերում ոչնչացրին հատուկ նշանակության ելուզակներին։ Ու ընդհանրապես բոլոր այն 18-20 տարեկան տղամարդ դարձող պատանիների, որոնց ծառայությունը շատ տպավորիչ է գնահատել ռազմական հարցերի ամերիկյան փորձագետ Ուեյն Մերին։ Հայաստանը ունի բանակ, իսկ Ադրբեջանը զինված ուժեր։ Ձեր ամրությունը, ձեր ինքնավստահությունը փոխանցվում է այստեղից, այս սահմանից, որտեղ ստեղից է սկսում մեր երկիրը։ Ձեր ավակ ընկերները, սպաները, զինվորները իրենց պարտքը, իրենց պարտականությունը փայլուն են կատարել։ Դրա համար դուք կանգնած եք մեր սահմանին։
եւ ոչ թե մեր սահմանից էսկով։ Ես վստահ եմ, որ եթե անհրաժեշտություն լինի, դուք ավելի լավ եք կատարելու ձեր գործը, քան մենք ենք արել։ Դրանում ես չեմ կասկածում, ուղղակի չեմ կասկածում, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղություն լինի, որտեղ խաղաղությունից լավ բան աշխարհում չկա։ Գուցե տարօրինակ հնչի, բայց իրենց կռիվը արժանապատվորեն տված բոլորը գեներալից ազատամարտիկ հիվանդ են պատերազմով։ Ոչ այն իմաստով, թե նոր բախումների մասին երազում են, բայց Չկա զինվորի համար ավելի մեծ փառք ու պատիվ երբեք գնդակը ճիշտ նպատակին է հասնում, ու ճիշտ ոռնոցով ավայրում։ Ես նույնիսկ այդ գերեզմանում, իմ գերեզմանի մեջ էլ ես որպես զինվոր եմ մնալու։ Հիմա իմ Ապուստով այնի, վարադիչոկով ցալաֆանի մեջ մեր շկաֆում կախված է։ Եվ մենակ իմ ուչի ես շատ է իմը։ Նույն առաջով իհարկե գնանք, ոչ թե չենք վստահում հիմա զինվորներին, այլ պիտի գնանք։ Անպայման կգնանք։ Բոլորն էլ գնալու են։ Ոչ թե նրա համար, որ իրանք հիվանդացել են պատերազմով կամ սիրում են պատերազմ։ Ոչ, ուղղակի կա դեռ չկայացած պատմական իրականություն, դեռ կա կիսատ գործ, ու կա մեր զոհված ընկերների արյունը։ Միշտ պատրաստ։ Այդ ուղղությամբ վրա աշխատանք էին։ Մենակ հայրենիքի օգտին։ Իմ պետականության շահերին գտնողին նա այնպես նամիլա։ Նրանք տեսել ու ապրել են պահեր, որպիսիք չկան գեղարվեստական ֆիլմերում։ Նրանց մի մասը բարձր դիրք է զբաղեցնում, մի մասը նույնիսկ աշխատանք չունի։ Նրանք բոլորն էլ ընկեր են կորցրել, ու հիմա իրենք են պատասխանատու միասին սկսած գործը ավարտին հասցնելու համար։ Գնանք հիմա տղաներին շնորհավորենք մեր ընկերներին։ Հուլիսի 3-ին 20-րդ տարելիցն է, որդուց հաշվետվություն եմ տվել, որ սիրունդ եմ դաստիարակել, հարթաններ եմ դաստիարակում։ Գործը անավարտ չենք թողնում։ Եվ այսօրվա բանակի զինվորն էլ դա հասկանում է եւ անչափ կարեւոր է, չէ՞ որ զոհված ազատամարտի ծնողները իհարկե։ Ամեն մեկը կատի դրել է, բայց գումարով ստացվել է ինչև ստացվել։ Երանի, որ յուրասկին ազատության կզոհվի։ Կզոհվի